Բարև ձեզ, ապրիլի 23-ի ամենաթարմ նորություններով ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Alpha News-ը, ես Լենա Կարապետյանն եմ, նախ համառոտ մեր առանձնացված թեմաների մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հանդիպել է կուսակցության անդամների հետ։ Մակրոնի այցի ընթացքում ռազմավարական փաստաթուղթ կստորագրվի։ Իրանը նոր նավեր է գրավել Հորմուզում, մոտենում է խաղաղությունը, թե նոր պայթյունը։ Ինչու է պաշտոնից հեռացել ԱՄՆ ռազմածովային նախարարը։ Իրանի նախագահը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ճանապարհին առկա խոչընդոտների հիմնական կետերը եւ Երևանը կրկին կաթվածահար է։ Եվ այսպես, ինչ է ժառանգելու Հայաստանի հաջորդ իշխանությունը հունիսի 7-ի ընտրություններից հետո ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հանդիպել է կուսակցության ներկայացուցիչների հետ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ընդգծել է, առաջիկա հանդիպումների ժամանակ սկսելու են ներկայացնել տնտեսության զարգացման նոր ծրագրերը, որն իր կարծիքով հեղափոխական է լինելու Հայաստանի կյանքում։ Իսկ ինչ ենք անելու մենք ապահովելու համար սրընթաց զարգացում։ Առաջին հերթին 24-ժամյա աշխատանք ունենալու ենք միասնական եւ ուժեղ հասարակություն։ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում։ Արտարությունը, արտարադատությունը, մարտասիրությունը գերակա է լինելու մեր կյանքում։ Եվ ինչպես խոստացել էինք, ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ։ Հիմա Նարեկ Կարապետյանը կներկայացնի, ինչ քայլերով կապահովենք Հայաստանի տնտեսության սրընթաց զարգացումը։ Շնորհակալ եմ խոսքի իրավունքի համար։ Ինչ ծրագրեր ունենք մենք մոտակա ժամանակաշրջանում։ Երկու շաբաթվա ընթացքում առաջարկվելու ազգային ժողովին օրենք, որով փոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից։ Դա ապահովելու է 5 տարվա ընթացքում 50,000 նոր աշխատատեղեր։ Կուզեի նաև նշել, որ մենք 300,000 նոր աշխատատեղեր ենք ստեղծում մեր հայերի համար, բայց Փաշինյանի կառավարությունը արդեն բացել էր Հայաստանի դռները 300,000 ադրբեջանցիների համար։ Երկրորդը միջին բիզնեսի համար եւ նաեւ մեծ բիզնեսի համար մենք ապահովելու ենք տնտեսական այնպիսի պայմաններ, որ մեր երկիրը ամենամրցակցայինը լինի տարածաշրջանի բոլոր երկրների հետ համեմատած։ Օրինակ, միջին բիզնեսի համար կստեղծվի Հայաստանում տեղայնացնելու ծրագրեր, հայկական արտադրանքը զարգացնելու ծրագրեր, որ մեր երկիրը ներմուծումամբ չզբաղվի, այլ տեղում արտադրի։ Հայաստանը վերաարդյունաբերականացնելու համար մեզ պետք է մեծ օտարերկրյա ներդրումներ, որը մենք ապահովելու ենք շատ կարճ ժամանակում։ Ֆրանսիայի նախագահի Հայաստան կայանալիք այցի ընթացքում կստորագրվի երկկողմ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Այս մասին հայտնել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Ինչպես հայտնի է, Մակրոնը Հայաստան է այցելելու մայիսի 5-ին, փոխարտգործնախարարի խոսքով համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն նաև այլ ոլորտներում, մասնավորապես կրթության, ռազմատեխնիկական համագործակցության, արհեստական բանականության։ Մակրոնը Հայաստանում վերջին անգամ 2018 թվականի հոկտեմբերին է եղել։ Նա ժամանել էր Երևան մասնակցելու ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Փաշինյանը Մակրոնին 2022-ից 25 թվականներին 6 անգամ հրավիրել է Հայաստան։ Այսօր երեկոյան 8-ից կմեկնարկի ավանդական ջահերով երթը նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երթը կմեկնարկի Երևանի Հանրապետության հրապարակից եւ կշարժվի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ցեղասպանության 111-րդ տարելիցին մեկնարկող երթը անցկացվում է, պայքարը շարունակվում է կարգախոսի ներքո, խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Հայոց ցեղասպանության հարցը շարունակում է մնալ ոչ միայն Սփյուռքի, այլև Հայաստանի Հանրապետության բնակչության զգալի հատվածի կյանքի եւ ինքնության կարևոր բաղադրիչը։ Չնայած նրան, որ Հայաստանից ամենաբարձր մակարդակով հայտարարում են, թե հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության թիվ 1 առաջնահերթությունը չէ, Սփյուռքում դեմ են այս խոսույթի կիրառմանը, ավելին դա ընդունում են անձնական վիրավորանք ու պնդում նման խոսույթի կիրառումը միայն քանդում է տասնամյակների աշխատանքը, որը արել է հավաքական Սփյուռքը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։
ցեղասպանությունը մեր կյանքի մեջ է, այսինքն ոչ թե միայն Սփյուռքի այսօրվա Հայաստանի Հանրապետության բնակչության գեսեն ավելի ցեղասպանության վերաբերողներու հետնորդ է, այնպես ոչ որ միայն Սփյուռքն է դերը ցեղասպանության։ Երևակայեցեք Հայաստան ապրող Մշեցի, Վանեցի, Սասունցի 3-րդ, 4-րդ, 5-րդ սերունդի ասենք հայերուն, ասենք որ ցեղասպանություն չի եղած, երբ որ գիտեմ ցեղասպանությունը հրադադար չէ, առաջնահերթություն չէ եւ այլն եւ այլն։ Բացարձակ մերժելի գեցվածք է մեզ համար, դժբախտաբար ոչ անձամոտ, որովհետեւ բادرազմին իսկ մենք սորվեցանք օրինակ, որ նման օրինակ դրոյական ցիգա մեր մեջ եւ դիմակները հետեւի ինգան եւ արդեն ամեն ինչ հստակ է որ բادرները ուրգեգու կան, ինչու այդպես կխոսին, այսինքն հանգարց երբ որ Բաքուն պաշտոնական եւ Երևանը պաշտոնական իրար գարսականք են մեկ օրվա մեջ ադոր գմյանա նաեւ Անկարայի ասենք պաշտոնական արձականքը նույն բաները գսվին գրեթե նույն նարատիվն է նույն սցենարն է ինչ կուզեք դրեք անունը մեկ խոսքով մեզ համար հստակ է որ բادرադուն ով է խոսնակները ով են եւ ինչ է հետաբնտված այսինքն այսօրվա շողշողուն պաթետավորումով խաղաղություն գոչված այս բادرանքը որ գրանցվի մեր ժողովրդին լա Սփյուռքի լա Հայաստանի մեջ նորեն ես խդիր պիտի չտնեմ Հայաստանի Արցախի եւ Սփյուռքի ժողովրդի միջեւ այս բادرանքը այս խապեությունը որ գրանցվի խաղաղության բոլորիս համար հստակ է ինչ է բոլորիս համար հստակ է եւ եթե մենք ինչպես ասի խոսքի սկիզբը մեր կերակույն նպատակը պիտի դարձնենք որ մեր յանքի մեջ մենք եւս ցեղասպանություն չպատահի ամբողջությամբ ադոր դեմ գետա որովհետեւ ցեղասպանությունը եթե պիտի չպատահի առաջին հերթին պետք է ադոր ճանաչումը ինք տահիջը ունի կամ տահիջի այսպես ասած իրավահաջորդները ունեն որ իրենք ընդունին Տեղական լուրերին դեռ կվերադառնանք այժմ միջազգային լրահոս Հորմուզի նեղուցում իրավիճակը կտրուկսրվել է Իրանը 3 նավ է գրոհել, 2-ը գրավել, այս մասին այս ամենը հետևել է ԱՄՆ-ի գործողություններին, ամերիկյան ուժերը գրավել էին իրանական նավը։ Իրանից պաշտոնյաները դա հրադադարի խախտում էին որակել եւ խոստացել պատասխանել։ Իրանի կողմից նավերի գրավումը հրադադարի խախտում չէ, ասել է Սպիտակ տան խոսնակը, շեշտելով, որ դրանք միջազգային նավեր էին եւ ոչ թե ամերիկյան խոսնակը իրանական նավահանգիստների շրջափակումը որակել է չափազանց արդյունավետ։ Նրա խոսքով այն առավելագույն ճնշում է գործադրում Իրանի վրա։ Սպիտակ տունը հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանի պաշտոնակության մասին։ Պաշտոնապես չի նշվում, թե ինչ պատճառով է նախարարը ներկայացրել հրաժարականը, սակայն ամերիկյան մամուլը հայտնում է, որ նա պաշտոնից հեռացել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի հետ տարաձայնությունների պատճառով։ Ռազմածովային ուժերի նախարարի հրաժարականը Իրանի դեմ պատերազմից հետո հերթականն է Թրամփի վարչակազմում, ընդ որում հատկանշական է, որ ռազմածովային ուժերի նախարարը հրաժարական է ներկայացրել այն ժամանակ, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում իրականացնում են այսպես ասած Իրանի շրջափակումը Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է շրջափակումը շարունակելու մասին, Իրանի ծովային շրջափակումը արդեն ավելի քան 3 տասնյակ ամերիկյան ռազմանավ է մասնակցել։ Սենատը մերժել է Թրամփի Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու լիազորությունները սահմանափակելու առաջարկը, սա նման 5-րդ փորձն է 8 շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում։ Վիսկոնսինի սենատորը առաջարկել է եւ պահանջել է, որ ամերիկյան զինված ուժերը դուրս բերվի Իրանի ներսում կամ Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողություններից, եթե դրանց համար կոնգրեսից հստակ թույլտվություն չկա։ Իսլամաբադում ձախողված բանակցություններից հետո դեռևս անհայտ է մնում, թե երբ Իրանն ու ԱՄՆ-ն կնստեն բանակցային սեղան։ Չնայած նրան, որ Վաշինգտոնը սպասում է Թեհրանի պատասխանին, Իրանի նախագահը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ճանապարհին առկա հիմնական խոչընդոտները։ Նա Truth Social-ում գրել է մեջբերեմ. Պարտավորությունների խախտում, շրջափակում եւ սպառնալիքները հիմնական խոչընդոտներն են իրանական բանակցությունների ճանապարհին։ Աշխարհը տեսնում է ձեր անվերջանալի կեղծավոր հռետորաբանությունը եւ խոսքի ու գործի միջև առկա հակասությունը։ Մեջբերման ավարտը։
Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունները վախենում են շրջափակումից, ըստ նրա բլոկադան Թեհրանին վախեցնում է ռմբակոծություններից ավելի շատ եւ կշարունակվի անորոշ ժամանակով, մինչեւ Իրանը ներկայացնի խաղաղության մասին իր միասնական առաջարկը։ Նախագահը հայտարարել է, որ պատերազմի ավարտի համար հստակ ժամանակացույց գոյություն չունի։ Փորձագետները պնդում են, կողմերից յուրաքանչյուրը համոզված է, հաղթում է եւ իրավունք ունի թելադրելու իր պայմանները։ Լսենք նրանց վերլուծությունը։ Ну, о возможности продления перемирия, как бы говорилось ранее, предпринимаются серьезные посреднические усилия, чтобы не допустить второго раунда войны. Одним из таких публичных посредников выступает Пакистан, как бы и фельдмаршал Мунир, который общается напрямую и с администрацией Трампа, и с руководством Ирана. Он, по сути, занимается своеобразной челночной дипломатией, пытаясь свести позиции сторон. Но, опять же, Иран ясно уже дал понять, что не намерен вести переговоры по существу, пока продолжается блокада Ирана, ну, имеется в виду блокада морских портов, то есть мы видим сейчас взаимную, условно, морскую блокаду. С одной стороны, Иран блокирует Ормузский пролив, сегодня вот еще 2 судна были поражены в Ормузском проливе, США продолжают атаковать или задерживать иранские суда, причем не только в Оманском заливе, но и в Тихом и Индийском океане. То есть, в принципе, это все будет вести к тому, что стороны вряд ли смогут прийти к каким-то компромиссам, ну, потому что обе стороны считают, что они побеждают в этой войне, поэтому считают, что они вправе диктовать свои условия. Безусловно, внешние игроки пытаются на это влиять, потому что не всем выгодно затягивание этой войны вот в таком ключе. Поэтому, с одной стороны, стороны бряцают оружием, угрожают новым раундом войны, с другой стороны, полностью контакты не прерывают, поэтому определенные надежды на то, что будут какие-то все-таки как минимум переговоры, ну, даже если они ничего не придут, то есть переговоры вполне возможны даже на этой неделе. Но, опять же, для того, чтобы они были существенными, привели к результатам, стороны должны идти к каким-то компромиссам, отказываясь от наиболее, скажем так, неприемлемых требований. То есть слабо можно представить, что США будут платить прямые репарации Ирану. То же самое, как Иран вряд ли будет менять свое правительство по требованию США, и маловероятно, что он отдаст свой уран именно американцам. То есть можно представить, что Иран отдает уран на переработку в Россию или на хранение в Пакистан. Это рабочие варианты. Но отдать его США для иранского руководства это выглядит неприемлемо. Так же, как прекратить поддержку оси сопротивления. То есть прекратить поддержку Хизбаллы, прекратить поддержку хуситов, конечно же, Иран на это не пойдет. Ну и, соответственно, у стороны сейчас находятся в странном положении, но при этом Иран считает, что время играет в его пользу, потому что у Трампа надвигаются выборы, ему надо с этой ситуацией как-то закруглиться до активной фазы предвыборной кампании, иначе это внутри США будет использовано против него. Собственно, это уже все видят, уже активно демократы используют войну с Ираном против него. Поэтому Иран считает, что если вот конфликт затянется, даже вот в таком виде, то есть он тоже понесет ущерб, но США будут в какой-то момент вынуждены идти на уступки просто потому, что надо как-то эту войну заканчивать. Վերադառնանք Հայաստան, Երևանի Իսակովի պողոտան առավոտյան կրկին կաթվածահար վիճակում է եղել, խցանման մեջ գտնվող մեքենաները գրեթե չեն շարժվել տեղից, անվերջանալի խցանումների պատճառով մարդիկ չեն կարողացել հասնել ուսման եւ աշխատանքի վայրեր։ Սոցցանցերում գրում են անգամ, որ Իսակովի պողոտայում նկատվել են նաեւ ուղեբեռով զբոսաշրջիկներ, որոնք ստիպված ոտքով են անցել մոտակայքում գտնվող օդանավակայան տանող ճանապարհի մի մասը թռիչքից չուշանալու համար։ Քաղաքացիները այդպես էլ չեն հասկանում, թե ինչու է երկրի ղեկավարը ամեն չնչին բանից ափերից դուրս գալիս նյարդայնանում։ Մեկ մետրոյում արցախցի կնոջ միջադեպն են հիշում, մեկ ազգային ժողովում ընդդիմության հետ հարցն ու պատասխանը, մեկ էլ մարզեր այցելության ժամանակ ընդդիմադիրների հարցերը, որոնք իրենց տեսակետի հետ չի համընկնում։ Ցավալի է։ Նորից վարչապետի, նորից տղամարդու պահված չէր։ Այդ երեխան վաղը որ մեծացավ, ինչ կարծիք է էլի ունենալու երկրի ղեկավարի մասին։ Երեխայի մոտ կարելի է ծնողին նման արտահայտություն անել, փախածներ։ Դու չգիտես վաղը քո վերջը ինչ է ալնելու, Նիկոլ ջան։ Դու կարող ես չհասցնես էլ փախնես։ Հլեն մարդիկ փախանեկան փրկվեցին, իրանց երեխերքին փրկեցին։ Դու ինչ ես անելու, դու չգիտես քո վաղվա օրը։ Ոչ, այդ իշխանության վայելել։ Հասարակ մարդն էլ իրավունք չունի
դաժե վիրավորի, թեկուզ Ղարաբաղցի, թեկուզ տեղացի, իրավունք չունի վիրավորի։ Չի, փոխանակ բանանի կարգավորի, ասի, հա, սես կլի, լավ կլի, նես կլի, բայց ինչի համարա մատնել թափատալիս։ Կանոչ նկատման չի կարելի ձևի հնարավորություն, թե անկախ դրանից ով կլի, ինչ կլի, հա։ Ոչ միայն հայ տղամարդու պահված չի, այլ ինքը հայ տղամարդ չի։ Ինչ կհարցնեին քաղաքացիները, եթե փողոցում հանդիպեին Փաշինյանին։ Հարցախույզի ընթացքում մարդկանց մեծ մասը չի ցանկացել պատասխանել հարցին, կամ էլ ասել է, մեջբերեմ, ինչ խոսք ես տվել, կատարիր։ Անպայման կասե ինչ խոսքս տվե արա։ Ոյ աստված չանի։ Ես որ դեմ առ դեմ հանդիպեմ, աստված չանի։ Ես իրան ոչ ուզում եմ տենամ, ոչ ուզում եմ լսեմ։ Ինքը մեզ հասցրեց այս վիճակին։ Հիմա ոչ մի բան։ Եթե խամբերությունից բան չի, կթքեմ երեսին ու կանցնեմ, կգնամ։ Ոչ բարելուս նրա հետ ինչ բարելուս տաս։ Կասեմ ափսոս, որ ազգանոտ Փաշինյանը։ Կասեի հերիք հաստեք, ամոթ ունեցեք և տղամարդկություն։ Դեմ առ դեմ հանդիպեք Փաշինյանին, ինչ կասեք նրան։ Ոչ մի բան։ Սիրելի հեռուստադիտողներ, ահա այսքանն էր առանձնացված այս ժամի համար, Alpha News-ի հաջորդ թողարկումը ժամը 17-ին է։ Alpha News-ի 2026 թվականի նոր եթերաշրջանում։ Բարի երեկո, ուղիղ եթերում դուք դիտում եք Alpha News-ը։ Լրատվական թողարկումներ 14:00-ին, 17:00-ին եւ ամփոփիչ 21:00-ին։ Նոր նախագծեր, հաղորդումներ եւ ձևաչափեր։ Alpha Media կենտրոնը կշարունակի ծառայել որպես հարթակ ասուլիսների, մասնագիտական դասընթացների եւ հանրային քննարկումների համար, նպաստելով մեդիայի եւ հասարակության միջև բաց երկխոսությանը։ Երևանի, Մոսկվայի, Լոս Անջելեսի խմբագրությունները եւ մեր մյուս թղթակցական կետերը աշխարհով մեկ կշարունակեն լուսաբանել հայաստանյան եւ միջազգային զարգացումները։ Ուշադրության կիզակետում պահելով մարզային խնդիրները ու այն թեմաները, որոնք հաճախ դուրս են մնում հիմնական ուշադրությունից։ Ավելի շատ լրատվություն եւ ավելի շատ նոր նախագծեր նոր եթերաշրջանում։ Շարունակեք հետևել մեզ տեղեկացված լինելու համար։ 24 ժամ, շաբաթական 7 օր, Ucom, Ovio 50-րդ կոճակի տակ, նաև Alpha News-ի համացանցային բոլոր հարթակներում։